Աստված այդտեղ ստորակետ է դրել եւ սկիզբն է եղել իր օրհնության։ Մենք տեսել ենք ինչպես են բերել այս եկեղեցի դիվահարվածների, դիվահարված եսի նկատի ունեմ լիովին խանգարված մարդկանց։ Մենք տեսել ենք դա։ Եվ նույնիսկ այս տան մեջ նստած մարդիկ կան, որ հենց այդ կարգավիճակում եկել են։ Լրիվ դիվահարված։ Անում էին բաներ, որ նորմալ մտածելակերպ ունեցող մարդը երբեք չէր անի։ Բայց այսօր փառքը Հիսուսին Աստված դիվահարներին է ազատագրել։ Մենք այսօր ճաշակում ենք Աստծո մեծ սերն ու ողորմությունը, ամեն։ Բայց թույլ տվեք այս ամենը ասելու մեջ մի կարևոր բան ասեմ։ Հանձինս ինձ համար ճաշակելով ամեն տեսակ հրաշքներ, բայց ամենամեծ հրաշքը իմ կյանքում ինձ համար անձնական, որ ես ճաշակել եմ, դա եղել է մարդու փոփոխությունը։ Գիտեք, հրաշքներ կարող ենք տեսնել, բայց մարդը լիովին փոխվել, մի տեսակ անհնարին է էլի պատկերացնել դա։ Եվ ես չեմ խոսում մարդուն դաստիարակել, ստիպողական փոխել, հա? Ես չեմ խոսում ստիպողական ինչ որ մարդը փորձի փոխվել, ես դա չեմ խոսում։ Ես խոսում եմ լիովին, ներքուս, սիրտ, միտք, ամեն մտածելակերպ մարդու փոխվի։ Ինձ համար ամենամեծ հրաշքը դա է։ Եվ երբ որ ես ծառայել եմ այս եկեղեցում արդեն մոտ 9 տարուց ավել է, իմ համար ամենագեղեցիկ հրաշքը դա է, երբ որ տեսնում եմ մարդկանց կյանքերը փոխված, մարդկանց որոշումները, մարդկանց ցանկությունները, ամեն բան փոխված։ Ես տեսել եմ, թե ինչպես են հանցագործ մարդիկ Աստված պաշտում եւ սուրբ կյանք ապրում։ Ես տեսել եմ թմրամոլը ինչպես է ազատագրվում եւ նրա միտքը լիովին բժշկվում եւ այսօր սուրբ կյանք ապրում Հիսուսին հետևում։ Տեսել եմ անառակ աղջիկներ, կանայք, ինչպես են սխալ կյանքի մեջ ապրել, զզվելի կյանքի մեջ ապրել, բայց այսօր կարող եմ վստահ ասել, սուրբ կյանք են ապրում։ Տեսել եմ ինչպես չար մարդ, որ էությամբ չար է եղել, նույնիսկ խոստովանել են ինձ, որ Փաստոր ջան, ես անկախ ինձանից, ոնց որ անդադ ուզեմ մի չարություն անեմ, չեմ հասկանում ինչից է, դա բռնվածություն է, բոլորս գիտենք, ինչպես է Աստված ազատագրել եւ այս չարությունը փոխարինել բարության, եւ այդ մարդը այսօր լցված բարությամբ ապրում է Հիսուսի համար, սուրբ կյանք։ Նաև տեսել եմ աթեիստը, ինչպես է նա չհավատացել, բայց խնդրել եմ, ասել եմ, մի հավատա, պարզապես արի, լավ, արի եկեղեցի ու լսի խոսքը, ու դու կտենաս Աստված ինչ գեղեցիկ ձևի հավատ կդնի քո սրտում, այսօր այդ անձը Հիսուս է քարոզում, ուր մտնում է։ Ինձ համար ամենամեծ, այս ամեն հրաշքները տեսնելուց հետո, ամենամեծ, ամենաապշեցուցիչ հրաշքը մարդու փոփոխությունն է։ Աշխարհը մի լոզունգ ունի, կարծում եմ բոլորդ էլ լսել եք այս խոսքը, որ ասում են, ընդհանրապես ինձ շատ են ասում, որտեղ որ ասում են փոխվել է այդ անձը, ասում են ոնց էդի ձեր եկեղեցին ա գալի, եւ միշտ ասում եմ Աստված կարող է փոխել, միշտ ինձ ասում են կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Լսել եք, ինձ հետ եք, թե մենակ ես եմ լսել։ Թույլ տվեք ասեմ, եթե Աստված կարող է էշին խոսացնել, ես խոսում եմ իրական դեպք Աստվածաշնչից, Աստված կարող է կարմիր կովի կաշին էլ փոխել եւ սպիտակ անել, ամեն, որովհետեւ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Եվ Աստծո կամքն է, որ բոլոր հավատացյալ ժողովուրդը, ստեղ նստողները դուք հավատում եք Աստծուն, դուք հավատում եք, որ Աստված իր մեծ սիրո պատճառով զոհեց իր որդուն Հիսուս Քրիստոսին, որի պատճառով մենք այսօր ունենք փրկություն, հավիտենական կյանք, որ մենք գիտենք մահը ավարտը չի, այլ մահը մեր կյանքի հավիտենության սկիզբն է։ Եվ մենք հավատալով Աստծուն, Աստծո ժողովուրդս, Աստծո կամքն է, որ մենք հաղթահարենք աշխարհի կործանարար մտածելակերպի այդ սայքլը։ Տամ իմ կյանքի օրինակը։ Փորձել եմ, ձեզ չթվա, որ չեմ փորձել, որ այն սխալները, որ արել եմ ու էլի չկրկնեմ, չի ստացվել։ Սխալվում էի, նույն հետևանքը կրում,
սխալվում էի, նույն հետևանքը կրում։ Հանձինս մի փոքրիկ օրինակով ասեմ, ընտանեկան խնդիրներ ասեմ։ Ամեն ժամանակ կռվում էի Արմանի հետ եւ նույն հետևանքները շարունակում, վիրավորանք, իրար կոտրել, իրար ցավացնել, հա, նույնը կրկնվում էր։ Մի օր իրար խոստում էինք տալի, ինքը ինձ, ես իրան, հետո էլի մույսօր էլի նույն սայքլը կրկնվում էր։ Why? Ինչն է պատճառը, որ նույնը անընդհատ կրկնվել է, որովհետև կարանք մենք խոստանանք, բայց մեր միտքը նորոգված չի, մեր միտքը դեռ նույնն է, եթե ինքը ինձ ցավացնի, ես հետ եմ ցավացնելու իրան, եւ ինչ անում, կրկնվում է սխալն ու հետևանքը։ Այսօրվա քարոզի վերնագիրը, որ Սուրբ Հոգին սրտումս դրեց, նորոգված միտք։ Գիտեք, երբ որ մեր միտքը նորոգվեց, մենք հաղթական ենք, ամեն իրավիճակների վրա տիրող ենք։ Նորոգված միտք։ Հռոմեացիս 12:2 համարում Պողոս առաքյալը ասում է. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը»։ Երբ մարդը ապաշխարում է եւ Աստծուն է գալիս, ուրեմն պետք է խոնարհվի Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին այն երևույթ է, բայց ինքը անձ է, որ գալի եւ բնակվում է մեր մեջ, որ երբ որ եղել է ինձ նոր եկած մարդիկ շատ են ասել են, Փաստոր ջան, առաջ եթե մի բան էի սխալ անում, պարզապես անում էի, ինձ ոչ մի բան չէր խանգարում, բայց հիմա մի բան է կատարվում եկեղեցի գալուց հետո, ասում եմ, երբ որ ուզում եմ մի բան անեմ, մի բան ոնց որ իմ ներքուստ ինձ արգելի, ինչի է իմ հետետի կատարվում, դա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին, երբ որ դու ընդունում ես Աստծուն, Հիսուս Քրիստոսին, գալի եւ բնակվում է քո մեջ։ Երբ որ նա գալիս եւ բնակվում է քո մեջ, արդեն դու մենակ չես, նա քեզ առաջնորդ է, նա քեզ կխրատի, կհանդիմանի, կսովորեցնի, կպաշտպանի ամեն ինչից։ Ամեն։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի նորոգի մեր միտքը, փոխի մեր մտածելակերպը։ Ցավոք սրտի եմ ասում, հանձինս որպես հովի, որպես փաստոր եկեղեցու, շատ հավատացյալ ժողովրդի կյանքերը չեն փոխվում։ Եկեղեցի այցելում են, ժամը ժամին, բոլոր ծառայությունների մեջ կան, դա կլինի աստվածաշնչյան սերտողություն, դա կլինի պաշտամունք, դա կլինի կիրակնօրյա մեր ծառայություն, ամեն ծառայությունների մեջ կան, բայց նայում եմ իրենց կյանքը նույնն է, ոչինչ չի փոխվում։ Գիտեք, զուտ այն պատճառով չի փոխվում, որտեղ ձգտում չկա մտքի նորոգության, որովհետև մարդիկ չեն ձգտում խոնարհվեն։ Ես ձեզ մի կարևոր բան ասեմ, մենք մարդու առաջ չենք խոնարհվում, հանձինս ես ոչ ոքի առաջ չեմ խոնարհվում, ոչ ոքի առաջ չեմ խոնարհվում, ես միայն խոնարհվել եմ, իմ ծնկերը ծռվել է միայն մեկի առջև, որի անունն է Հիսուս։ Եվ նա կարող է, երբ որ մենք խոնարհվում ենք, ծնկի են գալիս նրա առջև, նա կարող է մեր միտքը փոխել։ Եվ մեր միտքը չի փոխում պարզապես ինչ որ բան ապացուցելու կամ ինչ որ իրանը անելու, նա մեր միտքը փոխում է, որ մենք երջանիկ ուրախ կյանք ունենանք աշխարհի վրա։ Ոչ միայն հասնենք երկինք նոր ունենանք, այլ աշխարհի վրա։ Ուզում ես տունը տորտնված լինի, փափագում ես կյանքդ օրտնված լինի, փափագում ես երեխաներդ ուրախ, երջանիկ, առողջ, ապահով կյանք ապրեն, փոխիր քո մտածելակերպը։ Եթե լսեցի քիչ առաջ, երբ որ աղոթում էի Մելանիի վրա, ես մի խոսք ասացի, Տեր, Մելանին թող իր օրինակով ծառայի իր երեխային։ Ոչ թե ես կարող եմ իմ երեխաներին ասեմ, սա մի արեք, նա մի արեք, նա մի արեք, բայց եթե ես ապրեմ դրան հակառակյա, հասարակ օրինակ, տղաս մի ծխի, ուտենա մենք ծխում ենք։ Այդ երեխան շփոթված երեխա է մեծանալու։ Ես պիտի խրատեմ այն, ինչ ես ապրում եմ։ Դրա համար մենք յուրաքանչյուրս, եթե մեր երեխաներին ուզում ենք ճիշտ կյանք ապրեն, խոսքի օրինակ ճիշտ կին լինի իր ամուսնու համար, ուրեմն ես պիտի իմ օրինակներով ճիշտ ծառայեմ նրա համար, որպեսզի նա նույն կերպ շարունակի եւ այդպես է, որ մեր սերունդները օրհնված եւ ապահով կլինեն Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հիսուս երբ գնաց Նազարեթ,
Սովորության համաձայն ասում է մտավ եւ կանգնեց տաճարումը եւ ասում է կարդաց Եսայա մարգարեի խոսքերը, որտեղ գրված է այս խոսքերը ասելով. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ ինձ օծեց։ Ասում է նա ինձ ուղարկել է, ուշադիր լսեք, աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսողություն խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Թույլ տվեք բռնեմ երրորդ կետը այս համարի մեջ։ Երրորդ կետը խոսում է գերիներին թողություն քարոզելու։ Աստված ուզում է մարդկանց ազատի ինչից, գերությունից։ Ինչ գերության մասին է խոսքը։ Միգուցե հիմա մտածում եք, ասում եք, ես ոչ մեկի գերին չեմ, ինչ է խոսում։ Խոստանում եմ ձեզ, եկեղեցում այստեղ նստած կեսից շատը գերության մեջ են։ Ապաշխարել են, ընդունել եք Հիսուսին, հետևում եք նրան, բայց գերության մեջ եք։ Այսօր մարդիկ չեն հասկանում, որ գերությունը մենակ ֆիզիկական գերության մասին չի խոսքը։ Ժողովուրդ, մարդիկ աներևույթ գերության մեջ են, աներևույթ, անտեսանելի, չի երևում դա գերություն, բայց իրականում այդ գերության մեջ են, որն է այդ գերությունը, իրենց սխալ մտածելակերպը, աշխարհային մտածելակերպը, ոչ նորոգված միտք, եթե մենք քայլում ենք Հիսուսի հետ, մեր միտքը պետք է նորոգված լինի, մենք նոր մարդ պետք է դառնանք, սա չեմ ասում այսօր վաղը կամ ինչ-որ մի տարի հետո, ընթացքում, եթե մենք այդ սրբագործման ճանապարհը ընտրել ենք, Հիսուսին ընտրել ենք, նեղ ճանապարհը, որը միայն դա է տանում երկինք, մենք պետք է խոնարհվենք եւ պետք է թույլ տանք, որ Աստված նորոգի մեր միտքը։ Եկեղեցի ինձ հետ եք։ Մի տեսակ վախեցած եք սաղդ, մանավանդ է սկիզբը նստողները, սաղ սառած վախեցած երեսիս են նայում, այդ ինչա։ Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիս 3:17 համարում ասում է, որովհետև Տերը հոգի է, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Այսինքն Աստված մի բան խոստացավ, եթե դու բերանով դավանես Հիսուս Աստծո որդի է, սրտով հավատաս եւ բացես սրտի դուռը ասես արի ու բնակվի մեջ, արի ու նստի սրտիս գահին, արի ու թագավորի, դու եղի իմ Աստվածը, ոնց դու թելադրես, ես դա կանեմ, լսեք, այդ ժամանակ աներևույթ կերպով Սուրբ Հոգին գալիս է եւ մտնում է քո մեջ, բնակվում է քո մեջ, քո սրտի մեջ, որտեղից ամեն բան, բարին թե չարը հենց սրտից է բխում։ Եվ Աստծո ժողովուրդ, որտեղ Սուրբ Հոգին բնակվում է, այնտեղ ազատություն է։ Այնտեղ չկա վախեր, այնտեղ չկա սարսափներ, այնտեղ չկա anxiety, panic-ներ։ Լսեք, սկզբից ինչ ասեց առաքյալը, ասեց Աստված հոգի է։ Այսինքն Աստված մարմին չի, Աստված հոգի է։ Եվ որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ինչա ազատությունը։ Նկատել եք, երբ որ գալիս եք եկեղեցի, մի տեսակ հանգստանում եք, խաղաղություն եք գտնում։ Այնտեղ մոլորված երեխա կա քայլում է, ծնողներ հսկեք երեխաներին։ Ուրեմն ինչ ենք հասկանում, որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն, այնտեղ խաղաղություն է տիրում։ Հիշում եք Հիսուս ինչ ասաց, ասաց ինձ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ես ձեզ հանգիստ կտամ։ Իսկ հիմա պատկերացեք, արդեն մտել ենք շնորհքի դար, երկրորդ այդ հրաշալի տեղը, Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Ովքեր ունեն Սուրբ Հոգի, ովքեր չունեք, չվախենաք, աղոթելու ենք, որ ունենաք։ Ամեն։ Սովորաբար ոչ առողջ մտածելակերպը երեխա տարիքից է ձևավորվում մարդու մեջ։ Թույլ տվեք բացատրեմ ոնց։ Մարդու մեջ ձևավորվում է այդ ոչ առողջ մտածելակերպը ցավերից, երբ որ տան մեջ տեսնում ես ցավեր, անարգանք, վիրավորանքներ, կամած քո մեջ ձևավորվում է ոչ առողջ մտածելակերպ։ Այն ձևավորվում է չբավարարված կարիքներից, որ մի ձգտում ես, որ բավարարվես, քեզ թվում է
հարստությունը քեզ կբավարարի, դու արդեն ուրախ երջանիկ կլինես, քեզ թվում է աղջիկները կամ տղաները քեզ կբավարարեն, դու երջանիկ կլինես, քեզ թվում է ինչ որ բաներ կարող է քեզ բավարարի ու դու երջանկություն գտնես։ Խոստանում եմ, չբավարարված այդ կարիքներից մարդու մեջ ձևավորվում է սխալ mentality, սխալ մտածելակերպ։ Նաև ամենակարևորը անմաքուր զբաղմունքներից է ձևավորվում, այսինքն աշխարհի սկզբունքներից է ձևավորվում, որը որ գիտենք դիվայնա եւ սատանայից է։ Թշնամին իր խորամանկ կերպով, մարդկանց միջոցով, հա, բերում է քո մեջ ոչ առողջ մտածելակերպ։ Եվ շատ նմանատիպ մարդիկ զղջում ու ապաշխարում ու գալիս են Աստծուն ու մտածում են կփոխվի իմ կյանքը, մտածելակերպս կփոխվի եւ չի փոխվում։ Ինչու չի փոխվում։ Որովհետեւ եկեք կարևոր բանը ասեմ ձեզ, ապաշխարություն ինչ է նշանակում։ Ապաշխարություն նշանակում է դու քո կյանքի ռույլդ գնում ես թշնամու հետևից, աշխարհ, որտեղ պղծություն է, որտեղ կյանքը անառակություն, գողություն, ստույցություն, ամեն տեսակ պղծություն քո ռույլը դեպի այդ կողմներ գնում։ Դու այդ լայն ճանապարհով ես գնում։ Ապաշխարություն նշանակում է ռույլը թեքես ու մտնես նեղ ճանապարհ եւ արդեն սկսում ես նեղ ճանապարհով։ Այսինքն դու կյանքիդ որոշում ես կայացնում, ապաշխարես, ռույլը դեպի Աստված անես, բայց դա բավարար չի, որ քո միտքդ փոխվի։ Դա ընդհանրապես որոշում է, որ դու անում ես։ Հիմա մեր վարքերը, մեր վատ սովորությունները, մեր ցանկությունները, ապրելակերպը, կյանքը փոխվելու համար դա անհրաժեշտ է, որ մեր միտքը փոխվի։ Մեր միտքը պետք է նորոգվի։ Չորեքշաբթի օրերը մենք երբ որ անում ենք սերտողություն, ինչ է կատարվում մեր հետ, մտքի փոփոխություն, որտեղ Աստծո խոսքը ընթերցում ենք, երկինքը բացվում է, առնում ենք հայտնություններ եւ կիրառում ենք այն մեր կյանքերի վրա, ինչ է կատարվում, սկսում է մեր մեջ բաներ կատարվել։ Մենք այն սովորությունները, որը արդեն սայկլ է դարձել, անդադ կրկնվում է, կամած Սուրբ Հոգին մեզ տալիս է ուժ, զորություն հակադրել, հակառակվել այդ սովորությունների եւ կամած փոխվում է բաներ։ Մի մարդ, որ ողջ կյանքը ծխել է, խմել է եւ ամեն տեսակ բաներ արել, թմրանույթ, ամեն ինչ, ոնց կարա կանգնի ու ասի չեմ անելու էլ։ Եկեք անկեղծ ընենք մեր հետ, ոնց կարա ասի ես այդ աշխարհը այդքան սիրելուց մի օրվա մեջ ասի չեմ անելու դա։ Չես կարա, ոչ ոքս չեն կարա։ Պարզապես պիտի Սուրբ Հոգին քո սիրտդ փոխի, քո մտածելակերպը, քո հայացքը աշխարհի նկատմամբ փոխի, որ դու իսկապես տեսնես, որ աշխարհը դառնա։ Այս ժամանակավոր հաճույքներով, որ զբաղացնում է սատանան մեզ, սրանք սաղ պարզապես անում է մեզ պահելու ստրկության մեջ, որպեսզի վերջում, երբ որ կյանքիդ ավարտը կլինի, հայտնվես դժոխքում։ Բայց Աստված չի ուզում։ Աստված այնքան է սիրում ստեղ յուրաքանչյուր նստածի, գիտեք դուք չեք որոշել գաք Աստծո տուն։ Սա ձեր որոշումը չի, սա Աստված է որոշել։ Աստված ձեզ գիտեք, Աստված ձեզ մանկուց պաշտպանել է։ Միգուցե ասեք, բա որ պաշտպանել է, բա ոնց եմ ընկել սխալ կյանքերի մեջ։ Խոստանում եմ ձեզ, պաշտպանել է։ Աստված հսկել է ձեզ։ Եվ այս օրը պիտի գար, որտեղ Աստված բերելու էր ձեզ իր տուն։ Փառք Հիսուսին ձեր խոնարհության համար։ Տերը իսկապես օրհնի ձեզ ձեր խոնարհվելու համար։ Ինչպես ենք մենք խոնարհվում Աստծուն, ինչպես ենք թույլ տալի Աստված փոխի մեր միտքը։ Գիտեք, ինչ որ մի մեծ բան չենք անում։ Եթե այսօր մեկը քեզ ասի, արի գնանք, այս ինչ գործը իրար հետ անենք, խոստանում եմ քեզ մեծ փողեր ես սարքելու, ես խոստանում եմ ձեզ 2 անգամ ավել չեք մտածի, կասեք գնացինք։ Այդպես առաջարկում է Աստված մեզ։ Ասում է կարդացեք իմ խոսքը ընթերցելով, անդադար Աստծո հետ խոսելով։ Ոմանք մտածում եք պաշտոնական պետք է Աստծո հետ խոսակ, հատուկ մտնեք շենք, մոմ վառեք, կամ ինչ որ գաք այս շենք, ստեղ նստեք, որ նոր Աստված ձեզ լսի, նման բան չկա, չհավատակ, նման բան գոյություն չունի, ուր ուզում ես լինի, լողանալուց ըլնես, հաց ուտելուց ըլնես, պարկած ըլնես, ուր ուզում ես եղի, մենակ կանչի իրան, ինքը քո հետ։
Ինչա որ զանգում ես պապայի թելում մի հատ նստում ես, սարքվում ես, սիրուն հագնում ես, նոր ես զանգում պապ ջան։ Իհարկե ոչ։ Այսօր Աստված մեր պապան է, մեր հայրն է, եւ երբ էլ որտեղ էլ ոնց էլ կանչենք նա լսում է մեզ։ Պարզապես ուզում է խոնարհվենք, անդադար աղոթքի մեջ լինենք։ Եվ աղոթենք ու խնդրենք զգայուն լինենք նրա ձայնին, խոստանում եմ նա խոսում է քո հետ։ Պարզապես աշխարհի աղմուկ այնքան բարձր է, այնքան է խանգարում մեզ, որ մենք չենք կարողանում Աստծո ձայնը պարզ լսենք, թե չէ Աստված խոսում է։ Կա այստեղ մեկը, որ ձեր հայրը չի ուզել ձեզ հետ խոսա։ Ծնողը, որ չի ուզել ձեզ հետ խոսա, տենց բան չկա։ Այդպես էլ Աստված ուզում է մեր հետ խոսա։ Մենք պետքա մեր ականջները տանք, որ լսենք նրա ձայնը։ Սուրբ Հոգուն զգայուն լինենք, մերժենք երկրայինը եւ ընդունենք, ձգտենք երկնայինին։ Վարժեցնենք ինքներս մեր միտքը դեպի վերինները։ Սա պահանջում է ամեն օրվա նվիրվածություն Աստծուն։ Պատրաստ եք։ Հիսուս շուտով գալիս է եւ եկեղեցին պետք է հափշտակվի։ Հետ չմնաք, որովհետեւ ժողովրդին սովորեցնում են, որ կան էլիեններ, որոնք շուտով մարդկանց կտանեն, խոստանում եմ ձեզ նման բան չկա։ Մեր Աստված մեզ զգուշացել է, որ եկեղեցին շուտով հափշտակվելու է, եւ մենք պետք է եկեղեցին պատրաստ լինի դրան։ Կողոսացիներից թղթում Պողոս Առաքյալը 3:2-ում ասում է. վերինները մտածեք, ոչ թե երկրի վրայինները։ Վերինները մտածելը մարդու մեջ բերում է ինչ։ Խաղաղություն, իմաստություն, ազատություն, ուրախություն, այն բաները, ինչը աշխարհի ամենամեծ հարուստ տեղիր, փողով չես կարա սրանք առնել։ Ամեն ինչ ունեցիր, ամեն բան ունեցիր, ոչ մի բանի կարիք մի ունեցիր, եթե դու չունես Աստված, դու չունես խաղաղություն, քո գիշերդ քուն չես ունենա, քո առավոտդ անհանգիստ կլինի, բայց երբ որ մենք երկրինը չէ, այլ երկնայինն ենք մտածում, խաղաղությունը, իմաստությունը, շնորհքը, Տիրոջ ուրախության յուղը անդադար է մեր մեջ ըննում։ Ամեն։ Երբ փոխվում է մարդը, փոխվում է նրա, երբ մարդու մտածելակերպը սկսում է փոխվել Աստծո խոսքով, հիշեք երկու բան՝ խոսք եւ Սուրբ Հոգի, հոգին եւ խոսքը միասին է փոխում մեր մտածելակերպը։ Երբ փոխվում է մեր մտածելակերպը, անկախ մեզանից կփոխվի մեր գործերը։ Երբ փոխվում է մեր գործերը, խոստանում եմ ձեզ, փոխվում է մեր կյանքը, մեր կյանքի ոճը, մեր կյանքի ներսու դուրսը, ամեն բան փոխվում է, ուրախալում, իմաստալից է դառնում։ Ուզում եք ապրեք այնքան, որ ապրելու համար, ամենաանիմաստուն ապրելակերպն է, այնքան, որ ապրենք, էլի մինչև մեռնենք։ Բայց Աստված դա չի ուզում, Աստված ուզում է մենք երկրի վրա էլ վայելենք եւ երկնքում վայելենք։ Դա է Աստծո կամքը յուրաքանչյուրիս համար, ամեն։ Երբ փոխվում է մարդու կյանքը, այսինքն եթե փոխվեց իմ կյանքը, փոխվում է կողքինիս կյանքը։ Երբ որ ես աղոթում եի եւ ասում եի Տեր փոխի Արմանին, տեսնում ես ինչ վատ կյանքով է ապրում, էլ չեմ դիմանում եւ այսպես անդադ Արման փոխի իրան։ Գիտեք առաջի անգամ Աստված ինչ խոսեց ինձ հետ, ասեց Արմանը չպիտի փոխվի, դու պիտի փոխվես։ Լրիվ խնդիրը դու ես, ոչ թե Արմանը։ Հիմա ես ինչքան ասեմ, Արմանը ընդ է քեֆ անում նստած։ Ժողովուրդ, Եվանի քույրը ինչքան անի, երբ որ բողոքեմ Արմանից թարս վրա սանայեմ, բայց հիմա որ ինձանից եմ խոսում, ժպտում է։ Լսեք ժողովուրդ, խոստանում եմ ձեզ, կանայք, մենք կարող ենք փոխվել ու փոխել մեր կողքի կողակցին։ Իզուր չի ասում, գիտեմ հիմա որոշները տելերեսից չեք ուզում նայեք, բայց իզուր չի ասում, կինն է սարքում իր տունը, կինն է քանդում իր տունը։ Ես չեմ գնում ծայրահեղ կարգավիճակներ, որտեղ կա abuse, որտեղ կա ահավոր բաներ, որտեղ այդտեղ Աստված չի ուզի մնաս, որովհետև դա քեզ համար կարա շատ դաժան ավարտ ունենա։ Բայց ես խոսում եմ իմաստությամբ, մեր մտածելակերպը փոխվի եւ մեր approach-ը, մեր մոտեցումը փոխվի տղամարդու հանդեպ, որ դու տղամարդուն միշտ բարձր պահես, միշտ իր դիրքի վրա պահես, եւ որ տղամարդը տղամարդ զգաց իրան տան մեջ,
ոչ թե երեխա, որ 24 ժամ դաստիարակվում է, ես դες խոստանում եմ այդ տղամարդը այդ տնից չի ուզի ելնի, ինչպես հիմա Արմանը չի ուզում ելնի։ Աստծո ժողովուրդ, գիտեք, մենք ստեղծվել ենք Աստծո կերպարով։ Մեկ կարանք, չէ, ծիծաղանք, շատ լուրջ դեմքեր մի ընդունեք։ Կարանք ծիծաղանք, Աստծո ժողովուրդը կարան ծիծաղան։ Եղել է, որ ինձ մոտեցել են, ասել են, «Բայց ես պատկերացնում եի եկեղեցին սենց նամրոտ, սենց ոնց, ամենաուրախ տեղը եկեղեցում է։ Ամենաերջանիկ ժողովուրդը եկեղեցում է, խոստանում եմ, այսօր գիշեր կտեսնեք։ Ժողովուրդ, մենք ստեղծված ենք Աստծո կերպարով։ Բայց առաջի Ադամի մեղքով մեր մեջ ձևավորվեց աշխարհի արհեստական բանականությունը, արհեստական բանականություն։ Այսպես չի Աստված մեզ ստեղծել, Աստված մեզ առողջ բանականությունով էր ստեղծել, բայց այն օրը, որ Եվային մոտեցավ թշնամին, կներեք ում, Ադամին թե Եվային, կնոջ էլի, կնոջ միջոցով եղավ անկումը։ Երբ որ մոտեցավ Եվային եւ առաջարկեց, եթե Ադամն է տեղում լիներ, այդ ժամանակ այդ մեղքը չէր մտնի ողջ մարդկության մեջ։ Երկրորդ Ադամով Աստված ուզում է փոխի մեր հայեցակարգը, որպեսզի մեր երկրավոր կյանքը ապրենք իսկության Աստծո ծածկոցի տակ։ Ովքեր են ուզում ապահով կյանք ապրեն։ Անկասկած, ուրեմն պետք է ձգտենք մեր միտքը փոխվի, մեր մտածելակերպը փոխվի։ Երբ որ աշխարհային մտածելակերպով ենք մենք գնում, Սատանան գիտի որտեղ խփի, կառաջարկի քեզ բաներ, որ կանես։ Այդ պահին հաճելի կլինի մարմնիդ, բայց երկրորդ օրը կարթնանաս քո մեջ կբերի վախ, անհանգստություն, guilt։ Guilt-ը եկավ կկործանի քեզ, որտեղ դա թշնամուց է։ Ամեն, մենք պետք է ապրենք նպատակային կյանք։ Ովքեր են ուզում նպատակային կյանք, տեսիլք ունենան, հա, երազանք ունենան իրանց կյանքի մեջ։ Հիսուս եւ Պետրոսին առաջի անգամ տեսավ Գալիլեայի ծովի եզրումը, ասում է Անդրեասի իր եղբոր հետ, այնտեղ ասում է ուրկաններն էին լվանում։ Հիսուսը մտավ Սիմոնի այդ նավի մեջ, կներեք, հա, Հիսուսը մտավ այդ նավի մեջ եւ մինչ Պետրոս կոչվել է նա Սիմոն էր, կհիշեք։ Եվ նրան խնդրեց, ասեց, նավը մի քիչ ներս տար, նստեց ու սկսեց ժողովրդին սովորացնել Աստծո խոսք։ Երբ ավարտեց, վերջացրեց, նրան ասաց նավը դեպի խորը տար։ Եվ պետք է գնանք որս անելու։ Եվ այդ պահին Պետրոսը պատկերացեք, նայում է Հիսուսին, դուք ուղղակի կերպարը պատկերացեք եւ ասում է Վարդապետ, ամբողջ գիշեր փորձել ենք ձուկ բռնենք եւ չենք բռնել, ձուկ չկա, չենք կարողանում բռնենք եւ Հիսուսը նայելով նրա աչքերին, պատկերացեք ինչ ասում, գնացինք, գնում ենք ձուկ բռնելու, շատ անգամ այսօր հավատացյալ շատ ժողովուրդ ասում են, փորձել եմ, չի ստացվել, այնքան փորձի մինչեւ ստացվի, այնքան փորձի մինչեւ ստացվի, ամեն, եւ այստեղ Պետրոսը հասկացավ եւ ասեց, բայց որ դու ասում ես անեմ, կանեմ։ Գնացինք։ Ասում է գնացին, ուրկանը գցեցին, այնքան ձկներ լցվեցին, որ Պետրոսը իր ընկերներին կողքի նավում հասկացեց, որ եկեք, ձուկերը թափում են նավից եւ ասում է երկու նավ լիքը ձուկով հետ վերադարձան։ Ստեղ ուշադիր եղեք, խնդրում եմ, որպեսզի բռնեք խորհուրդը։ Պետրոսը այս ամենը տեսնելով ասում է անկավ Հիսուսի ոտերի մոտ եւ ասաց ինձանից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ, քանիսս ենք դա արել։ Հանձինս ես երբ որ պապայիս քարոզում էի, պապ, խնդրում եմ, ապաշխարիր Աստծուն արիր, ինձ ասում էր, ինձի բաց թող, ես դու գիտես ինչ կյանքով եմ ապրել, ես մեղավոր մարդ եմ, ինձ Աստված չի փրկի։ Եվ երբ այդ խոսքերը ասում էր, ես հիշում էի Պետրոսի խոսքերը, ուրախանում էի, որտեղ Պետրոսն էլ դա ասաց, բայց Աստված իրենը արեց։ Եվ ես կանգ չէի առնում, անդադարելի խոսում էի, պապ քո նման մեղավորներն են փոխվել, պետք է գաս Աստծուն, պետք է գաս Աստծուն, փառք Հիսուսին։ Վերջի մի տարի ես հիշում եմ իր հարևանների հետ նստում էր ու Հիսուսի մասին էր խոսում։ Հա, արաղի շիշը դրած, խոսում էր Հիսուսի մասին, ասում էր Հիսուս ինձ փրկել է, ձեզ է կփրկի։ Գիտեք, մենք պետք չէ մարդկանց ուզենք մեր նման քայլեն։ Բաներ կա կամած Աստված աշխատում է ու մաքրում ու փրկում է, հա։
Այն ավազակը խաչի վրա չհասցրեց իր կյանքը փոխի։ Հիսուսին ասաց. «Կհիշես ինձ, որ գաս հոր թագավորությունով», ասաց. «Այս գիշեր դու իմ հետ դրախտում ես լինելու»։ Այսինքն մենք չսահմանափակենք մարդկանց փրկությունը կամ որոշենք, ամեն մեկի հետ տարբեր է Աստված աշխատում։ Եվ Պետրոսի այս խոսքերը ինձանից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ։ Այս Պետրոսը, թույլ տվեք մի հատ նկարագրեմ ով է Պետրոսը եղել, հա։ Նրա բնավորությունը բնութագրվում է ըստ Աստծո խոսքի, նկարագրվում է չափազանց ագրեսիվ ու կռվարար։ Ովքեր են եղել ագրեսիվ կռվարար։ Արմանը քրոջս ա ցույց տալու։ Ժողովուրդ, եղել է ագրեսիվ կռվարար, նաև չափից դուրս անկեղծ, ինչ մտածելը խոսում էր, ինչ մտքին գար խոսում էր Պետրոսը։ Մի հատ իր ուղղակի կերպարը պատկերացեք, որ դուք ձեզ շատ չդատեք։ Եվ այն երբեմն ասում հանգեցնում էր նրան բացասական հետևանքների։ Անմտածված կտրուկ քայլեր էր անում, երբ որ եկան Հիսուսին բռնելու, որտեղ Հուդան 30 արծաթով ծախել էր նրան, բռնեց զինվորի ականջը կտրեց, այսինքն ասես դուխով տղա էր ինքը, հա, փորձում էր ցույց տալ Հիսուսին, ես քո համար սաղին կմաղեմ, սենց առաջ կգնամ, հա։ Հիսուս ասաց, գնաց մի հատ էլ այդ կտրած ականջը թազա հետ կպցրեց, որ հանկարծ հետո Պետրոսին դրա համար չխաչեն, որտեղ հետո է Պետրոսին իր հետևից կխաչեին։ Հիսուսը միշտ ծածկում այդ ձև մեր մեղքերը։ Պետրոսը արագ մեծամեծ խոստումներ էր տալի. Հիսուս, ես քո հետևից մինչև վերջ գնալու եմ, քո համար կխաչվեմ, կմեռնեմ։ 3 անգամ ուրացավ այդ օրը Հիսուսին։ Ասեց, ես Հիսուսին չեմ ճանաչում, ով է ինքը, ես իր հետ բաբշե ընդհանրապես գործ չունեմ, չեմ էլ քայլել։ Այն Պետրոսը, որ խոստումներ էր տալի մեծ, անհնազանդ էր։ Հիսուս ասեց, աղոթեք, գնում եմ աղոթ կանեմ գամ, գալի տերմեր Պետրոսը քնած, երկրորդ անգամ էլի քնած, երրորդ անգամ էլի քնած, անհնազանդ էր։ Սխալ մտածելակերպ ուներ Պետրոսը, բայց եկեք ու տեսնենք գեղեցկությունը ստեղ։ Այն մարդը, որ անառողջ մտածելակերպ ուներ, որ ինքը իրան մենակ նկարագրում ու ներկայացնում էր մեղավոր պիղծ մարդ։ Լսեք, այն Պետրոսը, այդ տկար մտածելակերպ ունեցողը դարձավ առաքյալ մարդ, Աստծո մեծ մարդ։ Գիտեք, ամենագեղեցիկը ստեղ որտեղ է, իր կյանքի վերջի ժամանակում, երբ որ եկան իրեն տանելու խաչեն, պատկերացեք, այն Պետրոսը, որ 3 անգամ ուրացել է, երբ որ եկան եւ Պետրոսին առան ու տանեն խաչեն, ասում է այնտեղ կանգնեց եւ ասեց. Հիսուս սենց է խաչվել, ես արժան չեմ սենց խաչվելու, ինձ գլխեվայր խաչեք, այսինքն թող իմ գլուխը ներքևն իմ ոտքերը վերևը տենց խաչեք, ավելի շատ ինձ տանջեք, որտեվ արժան է իմ Տերը, որ ես պատիվ տամ իրան։ Դուք պատկերացնում եք ինչ մտքի նորոգություն, առաքյալ մարդ, որ առաջ մի հոգու հետ խոսում էր, փախնում էին իր մոտից, որտեվ խոսալու ոչ տակտ ուներ, ոչ ձև ուներ, իմաստություն չուներ։ Այս անգամ կանգնում է Հիսուսը քարոզում, ասում է 3000-5000 հոգի մարդ Աստծուն ա գալի իր քարոզներով։ Նմանատիպ բան եմ ասում, մենք էլ ենք նույնը եղել, անարժան, ոչ կարող, արագ խոսացող, ագրեսիա, ամեն ինչ կար մեր մեջ էլ, բայց այսօր, երբ որ Աստծո շնորհքը եկավ եւ փոխեց մեր մտածելակերպը, փոխվեց մեր կյանքը, փոխվեց մեր քայլերը եւ այսօր մեր օրինակը փոխում է մարդկանց կյանքերը։ Եթե ուզում ես կողքդ մարդիկ փոխվեն, սկսի քեզանից։ Այդ Պետրոսից, առաջի Պետրոսից մարդ չէր մնացել։ Նրա մեջ ձևավորվել էր աստվածային, երկնային, գաղափար մտածելակերպ։ Հռոմեացիս 8:6 համարում ասում է, որովհետև մարմնի խորհուրդը մահ է, այսինքն մարմնային մտածելակերպը մահ է, բայց հոգու խորհուրդը կյանք։ Ավարտում եմ։ Կխնդրեմ յուրաքանչյուրը դուք ձեզ հարց տվեք այս պահին։ Ով է կառավարում եւ նստած քո մտքի, քո սրտի գահին։ Որովհետև խոստանում եմ ձեզ, հոգու կողմից կառավարվող միտքը կյանք եւ խաղաղություն է։ Եթե Աստծո հոգին ա տիրում քո սրտում եւ քո մտքում, դու միշտ խաղաղ ես։ Գիտեք, երբ որ նայում ենք մարդկանց վիճակները, բժիշկները արագ պիտակ են տալիս,
bipolar, anxiety, panic, այդ սաղ սուտա, այդ սաղ դևն է հորինում, որպեսզի մարդկանց վախերի մեջ պահեն։ Աստծո ժողովուրդ իրավունք չունի այդ պիտակը ունենա իր վրան։ Դու ինքդ քեզ Սուրբ Հոգով կառավարել սովորեցրու։ Դու ինքդ քեզ ինքնատիրապետում սովորեցրու, որպեսզի մի վարքյան քո կյանքի որևէ իրավիճակի մեջ սատանան չկարողանա քեզ խանգարի կամ նեղվածություն բերի։ Ամեն իրավիճակի վրա տիրիր։ Մի թող որևէ զգացմունք տիրի քո վրա։ Խոստանում եմ ձեզ Աստծո ժողովուրդ, զգացմունքները սուտ են, ժամանակավոր բաներ են։ Մի տիրիր քո զգացմունքներին, հոգով ու ճշմարտությունով քո կյանքը ապրիր։ Թող Սուրբ Հոգին քեզ առաջնորդ լինի ամեն ժամանակ։ Ամեն։ Աստծո ժողովուրդ